Զինվորներից մի քանիսը զբաղվեցան իսկույն խմբի սակավապետ կերակուրը պատրաստելով, իսկ մի քանիսը փութացին ջուր բերելու։ Լեռան լանջերի վրա աղբյուր չգտնելով, նրանք վայր իջան դեպի հովիտը, այդտեղ հոսող գետակից ջուր վերցնելու։ Դա Վեդիի վտակներից մինն էր, որ խոխոջալով իջնում էր գեղաբարձունքներից։ Հազիվ մացառուտից ելան զինվորները և ահա հանդիպակաց լանջերի վրա զարկած տեսան բազմաթիվ վրաններ, որոնցից շատերի առաջ խարույկներ էին վառվում։ Դա հագարացիների բանակն էր։ Զինվորները վերադարձան և պատմեցին այս մասին իշխաններին։ «Դրանք ուրեմն գեղն առնելու են գնում», գուշակեց Սեփուհը։ «Այո, անշուշտ», պատասխանեց մարզպետունին։ «Ի՞նչ պիտի անենք այժմ մենք»։ «Մի՞թե դեռ չգիտես»։ «Գիտեմ, պիտի խանգարենք, բայց ուրիշ անելիք չունենք։ Վայելենք մեր ընթրիքը և գործը սկսենք», վճռաբար ասաց իշխանը և բազմեց խոտերի վրա, ուր բացված էր անպաճույճ սեղանը։ Նրանք բոլորեցին ամենքը միասին, որովհետև նրանց մեջ չկար այլևս իշխան և ծառա. նրանք ամենքը եղբայրներ էին, մի խաչի և դրոշի զինվորներ։ Նրանց կերակուրը կազմում էին Սևանի եփած ձկները, մի քանի կտոր խաշած միս և գեղարքունյաց ընտիր պանիր։ Ընթրիքի վրա ոչ ոք չէր խոսում, ամենքը լուռ ուտում էին, բայց այդ ոչ այն պատճառով, որ ուշադիր էին իրենց քաղցը հագեցնելուն, այլ այն, որ ամենքն էլ մտածում էին սկսելիք գործի մասին, որ կարի հանդուգն և վտանգավոր մի ձեռնարկություն էր։ Երբ ընթրիքը վերջացավ, Գևորգ իշխանը վեր կացավ տեղից և ասաց. «Սիրելի քաջերս, Աստված թշնամին մատնել է ձեր ձեռքը, պիտի օգուտ քաղենք այս հաջողությունից։ Առավոտը դեռ լույսը չբացված մենք կհարձակվենք թշնամու վրա, այս արդեն վճռված է։ Պառկեցեք ուրեմն և հանգստացեք, որպեսզի հոգնություններդ առնեք և վաղվա համար ուժերնիդ կազդուրեք։ Իսկ ես և Վահրամ֊Սեփուհը կերթանք նախ թշնամու դիրքն ու բանակը հետազոտելու և ապա կբարձրանանք գեղ, տեղացիներից հարկ եղած օգնությունը հայթայթելու։ Հայր իմ, թույլ տուր, որ ես ևս հետևեմ ձեզ, ֊ ասաց գոռ իշխանիկը։ Ոչ, զավակս, դու էլ պառկիր և հանգստացիր։ Զինվորը չպիտի զատվի յուր ընկերներից, ֊ պատասխանեց իշխանը լրջությամբ, կամենալով որդուն հասկացնել, թե ինքը ոչ մի առավելություն չունի մյուսներից և հետևապես պիտի հնազանդե հոր ձայնին, ինչպես յուր ընկերները։ Գոռը ժպտալով գլուխը խոնարհեց։ Իշխանն ու Սեփուհը զինվորներին թողնելով ուղղվեցան դեպի բանակի կողմը։ Հովիտը, ուր զարկած էին թշնամու վրանները, ընկած էր 3 բարձրության մեջ։ Նրա հյուսիսային կողմը բարձրանում էին գեղա դարևանդները։ Արևմտյան կողմից ընկած էր այն լեռնագոտին, որի վրա գտնվում էին ուխտի զինվորները։ Արևելյան մասը փակում էին բարձրադիր բլուրներ, իսկ հարավից բացվում էր Վեդիի դաշտը, ուր խոխոջում էր համանուն գետը։ Եթե հարձակվենք այս կողմից, ֊ ցույց էր տալիս իշխանը ձորահովտի հյուսիսակողմը, այն ժամանակ կստիպենք թշնամուն փախչել դեպի հարավ։ Մեր գործը պիտի լինի հանկարծակիի բերել նրանց։ Ուրեմն ամեն հնար գործ պիտի դնենք շփոթել թշնամուն և թույլ չտալ, որ կարգի գան կամ էլ ճակատեն, որովհետև նրանց թույլ ընդդիմությունն անգամ կարող է խանգարել մեր գործը։ Գլխավորը ջահեր ձեռք բերելն է, հենց որ մի 2 վրան կարողանանք վառել, սարսափը կտիրե ամենքին, ֊ խոսել սկսավ Սեփուհը։ Սակայն այդ պաշտոնը գեղեցիները պիտի կատարեն, իսկ մերոնք պիտի հարձակվեն։ Երկար խոսելուց և այս ու այն կողմը հետազոտելուց յետ իշխանն ու Սեփուհը վերադարձան զինվորների մոտ։ Նրանք ամենքն էլ քաղցրքուն էին մտել, բայց մի քանիսը, եկողների քայլատրոփը լսելուց, վեր թռան տեղներից։ Արթուն էր միայն մի զինվոր,
որ պահպանություն էր անում ձիաներին։ Գևորգ իշխանը տեսնելով գոռին, որ գլուխը մի կոճղի հենած անուշ մրափում էր, ակամա կանգ առավ նրա առաջ։ Լուսինը, որ սահում էր երկնակամարի վրա, պայծառ շողերը ծառերի միջից թափանցելով, լուսավորել էր պատանու գեղեցիկ դեմքը, ուր հանգչում էր այդ րոպեին մի հանգիստ և խաղաղ ժպիտ։ Պղնձե զրահը, որ պատում էր նրա առողջ կուրծքը և թիկունքը, ոսկեդրոշ սաղավարտը, որ ծածկում էր տակավին նրա գեղեցիկ գլուխը, բայց չէր կարողանում ամփոփել յուր մեջ նրա հարուստ խոպոպիկները, որոնք զարդարում էին պատանու ճակատն ու պարանոցը, և վերջապես կմբավոր, արծաթազարդ վահանակը, որ բռնած էր ձախ ձեռքում և որով քնի մեջ անգամ պաշտպանում էր նա յուր կուրծքը, փայլում էին լուսնի առաջ մեղմ ճաճանճներով։ Իշխանը սկսավ նայել որդուն։ Ծնողական սիրտը կարծես զգաստացավ մի երկարատև արբեցությունից։ Մի տխուր զգացում սկսավ ճնշել նրա սիրտը։ Գուցե իմ ձեռնարկությունը հաճելի չէ Աստծուն։ Գուցե նա բարկանում է, որ ես հանդուգն մտքեր եմ հղանում և խաղաղ քուն վայելող արարածների վրա անակնկալ հարձակումն եմ գործում։ Գուցե նա ինձ պատժելու համար հագարացիներից մի նիսուրը մխե իմ այս միամոր որդու կողը և նրա կենաց արևը խավարեցնե։ Եվ ես հավիտյան զրկվեմ նրանից, իմ կյանքի այս միակ մխիթարությունից։ Եվ ես տեսնեմ նրան արյունաշաղախ, ժպիտը գեղեցիկ դեմքի վրա սառած և սիրուն աչքերը հավիտյան փակված։ Ոչ, անկարելի է, որ Աստված է այնուհետև կարող է իմ կսկիցը փարատել։ Եվ ինչ լուր տանեմ ես նրա մորը, ինչ երեսով նրան երևամ, արդյոք մի անգութ, մի բարբարոս չեմ ես։ Ինչո՞ւ չարգելեցի նրան գառնիում, ինչ ուժ պիտի ավելացներ նա ինձ համար։ Մի՞թե մի հասարակ զինվոր չէր կարող նրա գործը կատարել։ Ախր ինչու կամեցա մարզպետունյաց տան վերջին ճրագը խավարեցնել։ Չէ, սա պիտի հեռանա այստեղից, և կամ մեր արշավանքը պիտի հետաձգենք։ Այս մտքերն էին հուզում մարզպետունու հոգին, երբ սեպուհը մոտենալով զորավոր ձեռքը դրավ նրա ուսին և ասաց. Մենք ուշանում ենք տեր մարզպետունի։ Այստեղ պառկած բոլոր զինվորները նույնպիսի մայրեր ունին, որպիսին ունի գոռ իշխանիկը։ Գնանք։ Սեպուհի այս խոսքը սասանեց իշխանին, և նա կարծես անուրջից սթափվելով բացականչեց. Գնանք, գնանք, թող բոլորի մայրերն էլ նահատակների ծնող հռչակվեն։ Համաձայն կանխավ արած որոշման, իշխանը պիտի բարձրանար գեղ, նրանցից օգնական մարդիկ բերելու, իսկ սեպուհը պիտի իջներ Վեդի ավանը, և եթե այդտեղ չհաջողվեր, անցներ Ճերմանիս և այնտեղից մարդիկ հրավիրեր։ Նրանց նպատակն էր հայթայթել ոչ թե կռվող զորք, այլ միայն գոռացող և աղմուկ հանող ամբոխ, որ գիշերային ժամում կարողանար սարսափ ազդել թշնամուն։ Ճիղին վտակի մոտ նրանք բաժանվեցան։ Իշխանը լեռան լանջերը բարձրանալով դարձյալ սկսեց գոռի վրա մտածել։ Բայց այս անգամ ոչ իբրև թուլասիրտ հայր, այլ իբրև հայրենասեր զինվոր։ Մինչև այսօր բյուր մեզ նմանները զոհվել են թշնամու սրին։ Դրա պատճառը եղել է այն, որ ամեն մի իշխան, յուր տոհմը ապահովել մտածելով կամ սիրելիների կյանքը խնայելով, ձեռնպահ է մնացել ընդհանուր գործին մասնակցելուց։ Երկրի ժողովուրդը զոհ է գնացել այն երկչոտ զգացմունքներին, որոնք մի ժամ առաջ պաշարել էին իմ սիրտը։ Փրկության սեղանը դադարել է ազատություն բաշխելուց, որովհետև այդ սեղանի վրա զոհ մատուցանող չկա։ Բայց ես հրապարակավ խոստում արի. ես ահավոր երդում երդվեցա։ Եվ ինչպես կարող եմ դրժել այդ երդումը։ Իմ գոռը հավիտյան հո չի ապրելու։ Մահը վաղ թե ուշ պիտի փակե նրա աչքերը։
Կարող է պատահել, որ նա մեռնի հենց իմ հարկի տակ, մի ապիրատ դավաճանի թաքուն հարվածից։ Ինչու ուրեմն չկամենալ, որ այդ մահը հանդիպե նրան հայրենիքի համար մղված կռվի դաշտում։ Ինչու չցանկանալ, որ անփառունակ մահվան փոխարենը նա մարտիրոսական պսակը ստանա։ Ինչու չմխիթարվել այն քաղցր մտքով, թե աշխարհի մեջ ունեցածս ամենաթանկագին հարստությունը իմ հայրենիքի ազատության նվիրեցի։ Եվ վերջապես, միթե իմ գոհարը որդվո մահը լսելուն պես չի կարող հերոս Հելլենուհու նման ասել, թե հենց դրա համար ծնեցի որդուս։ Այս մտքերը այնպես ոգևորեցին իշխանին, որ նա չզգաց, թե ինչպես անցավ գեղադարևանդները և հասավ ամրոցի պարիսպներին։ Դռան մոտ թակ չգտնելով, նա վերցրեց մի ահագին որցաքար և զարկեց երկաթապատ դռներին։ Փեղկերը դղրդացին, բայց աշտարակից պահապանի ձայն չլսվեցավ։ Իշխանը նորից կրկնեց յուր հարվածը, և այս անգամ միայն պահապանը յուր խռպոտ ձայնը լսեցրեց։ «Բացեք դուռը, հիմարներ, ինչ քնելու ժամանակ է, թշնամին ձեր առջևն է», գոչեց իշխանը։ Մարզպետունու ձայնը ծանոթ էր գեղապահակներին։ Իսկույն իրար զարթեցնելով դիմեցին նրանք բերդակալին, որ և շտապեց բանալու դուռը։ Իշխանը ներս մտնելուն պես հրամայեց շեփոր հնչեցնել և ամրոցի բնակիչները զարթեցնել։ «Ի՞նչ կա, տերիմ, միթե թշնամին արդեն մոտենում է», սրտատրոփ հարցրեց բերդակալը։ «Ամեն մեկի հետ զատ խոսելու ժամանակ չունիմ, հավաքիր այստեղ ժողովուրդը, ասելիքս թող ամենքը լսեն», պատասխանեց իշխանը։ Բերդակալի հրամանով զինվորները իսկույն ազդարար շեփոր հնչեցրին ամրոցի անցքերում։ Բնակիչները սարսափահար վեր թռան տեղներից, և յուրաքանչյուր տան կարող անձինքները դուրս թռան փողոց։ Կես ժամվա մեջ արդեն գեղի բոլոր ժողովուրդը, ի բաց առնելով կանանց և երեխայոց, հավաքված էր բերդի դռան հրապարակը։ Նրանցից շատերը մինչև անգամ զինված էին սրերով և նիզակներով։ Այստեղ հասան և այն զինվորները, որոնք պահպանություն էին անում բերդին։ Իշխանը հրամայեց նրանց վառել ջահերը, որպեսզի կարենային միմյանց երեսը տեսնել, ապա բարձրանալով ժայռի մի բեկորի վրա, սկսավ խոսել. «Այսօր վերադարձրի գեղ այստեղից փախչող բազմաթիվ անձանց. նրանք ձեզ պատմած կլինեն, որ մենք արքայի հրամանով եկած ենք թշնամու դեմ, որ բանակած է այժմ Վեդիի հովտում։ Այսքան մոտ չկարծելով թշնամուն, մենք բուն բանակից առաջ անցանք։ Բայց որովհետև թշնամին վաղը պիտի հարձակվի ձեզ վրա, ուստի ես իմ խմբով որոշեցի շփոթել նրա բանակը հենց այս գիշեր։ Այդ մենք կանենք մեր անակնկալ հարձակումով։ Դուք ամենքդ մեզ պիտի օգնեք այս գործում։ Հավատացած լինելով, որ հաղթությունը մեր կողմը պիտի լինի։ Հակառակ դեպքում գեղը վաղվանից ավերակ կդառնա։ Բայց մենք այստեղից ելնել չենք կարող, մենք կռվելու ուժ չունենք, մենք զինվոր չունենք, սկսան խոսել ու գոչել այս ու այն կողմերից։ Լռեցեք, ինձ լսեցեք, հրամայեց իշխանը։ Ժողովուրդը լռեց։ Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք և ոչ էլ զենք, այլ միայն այն, որ բոլոր այստեղ եղողներդ հետևեք ինձ և Վեդիի հովիտը պատող բլուրների վրա կենալով ձեր գոռոցն ու աղաղակը միացնեք հարձակում գործող մեր զինվորների ձայնին։ Եվ եթե կգտնվեն ձեր մեջ մի քանի քաջեր, որոնք կցանկանան թագավորի և թագուհու շնորհակալությանն արժանանալ, նրանք էլ ջահերով թշնամու վրանները կկրակեն։ Հենց որ աղաղակը և հրդեհը սկսվեն, թշնամին շփոթված պիտի փախչի։ Այն ժամանակ կոտորածը կանեն իմ զորքերը, իսկ ավարը կմնա գեղացոց։ Իշխանի խոսքերը ազդեցին ժողովրդի վրա, թեպետ նրանցից ոմանք դարձյալ ընդդիմության աղմուկ հանեցին,
Բայց իշխանի առաջարկությունն ընդունողների թիվը շատ մեծ էր։ Մի հասարակ աղաղակի կամ որևէ մի վրան կրակելու համար արքայական շնորհած արժանանալու հույսը շատերի եռանդը վառեց։ Իսկույն խմբեր կազմվեցան, զենք չունեցողը զենք առավ վրան։ Պահակներից շատերը ջահեր պատրաստեցին, ոմանք էլ հողե ամաններով կամ փոքր տիկերով կպրաձյուտ վերցրին։ Կային և մարդիկ, որոնք զինվեցան տապարներով կամ էլ բահերով, և այսպես ամենքը միասին խմբվելով լուռ ու մունջ դուրս եկան բերդից և հետևեցին իշխանի ձիու սմբակներին։ Առաջին պայմանը անձայն և անշշուկ ընթանալն էր, որին ամբոխը հետևում էր զգուշությամբ։ Իսկ իշխանը դիտմամբ ծանր էր առաջանում, մտածելով, թե մինչև սեպուհի դարձը ինքը կարող է տեղ հասնել։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ ուխտի զինվորների կացած տեղը հասնելով տեսավ, որ սեպուհը վաղուց սպասում է իրեն, և որ Վեդիից ու Ճերմանիսից բերած մի բազմաթիվ ամբոխ խլրտում է լեռնալանջի ծմակում։ Իսկույն սկսան իրենց կարգադրություններն անել։ Ամբոխը բաժանեցին 3 հավասար մասի։ Նրանցից ամեն մինը պետք է բռներ հովտի մի զառիվայրը։ Ջահավոր պահակները գաղտուկ պիտի մոտենային վրաններին, իսկ հարձակման նշանը պետք է տար Գևորգ մարզպետունին։ Առաջին կրակը պիտի վառեր սեպուհը, այնուհետև պիտի փրթեր սոսկալի աղաղակ, որին կմասնակցեին բոլորը առանց ընդհատելու։ Կոտորածը կսկսեին միայն ուխտի զինվորները, աշխատելով սակայն չփակել փախչողների ճանապարհը։ Գիշերից բավական անցել էր։ Առավոտյան աստղը ծագում էր արդեն, և արևելքի մեջ խավարը սկսում էր լուսից բաժանվել։ Հագարացիների բանակը ընկղմված էր խոր քնու մեջ։ Կրակները վաղուց հանգել և շարժումն ու շշուկը դադարել էին։ Չէր լսվում նույնիսկ պահապանների քայլատրոփը։ Ըստ երևույթին, ոչ մի երկյուղ չունեին նրանք հայերից։ Եվ ով պիտի համարձակվեր 1000 մարդուց բաղկացած այդ բանակի հանգիստը վրդովել։ Նույնիսկ Բեշիրի վրանի առաջ պահապաններն անուշ խռմփում էին, երազելով անշուշտ Գեղա ամրոցի առումը, բնակիչների կոտորածը և գեղեցիկ հայուհիների գերումը։ Հանկարծ հովտի մեջ որոտաց մարզպետունու ձայնը. «Առաջ քաջերս, Աստված մեզ օգնական, կեցցե թագավորը», գոռացին ուխտի զինվորները և հարձակվեցան։ Բլուրների վրա և լեռնալանջերում ամբոխը սկսավ գոռալ։ Արձագանքը որոտաց հովտի մեջ, բանակի վրանները սկսեցին վառվել։ Հագարացիք սարսափահար եղած դուրս թռան վրաններից։ Աղմուկն ու շփոթը տիրեց ամեն տեղ, և ուխտի զինվորները սկսան իրենց կոտորածը։ Հետզհետե վառվող վրանների լույսն ընկավ բլուրների վրա և երևան հանեց ամբոխի խմբերը, որոնք իրենց գոռույն գոչյունով և զանազան շարժումներով նմանում էին այդ բարձրություններից իջնող ստվար բանակների։ Հագարացիք, կարծելով, թե շրջապատված են արդեն բազմաթիվ զորքերով, սկսան իրար կոտորելով փախուստ տալ դեպի Վեդիի հովտաբերանը։ Ամեն ոք աշխատում էր փրկել յուր անձը, ձի ունեցողը ձիով էր փախչում, հետևակը հետիոտն էր վազում։ Ամենքը թեպետ սրերը մերկացրած, բայց գրեթե ոչ ոք հարված չէր կշռում, այլ վահանը գլխին բռնած հարվածներից ազատվիլ էր աշխատում։ Չնայելով, որ Բեշիրը կատաղած դուրս թռավ վրանից, հեծավ իսկույն յուր ձին և սկսեց գոռալ ու կարգի հրավիրել զորքը, բայց լսող չկար։ Կրակի և մթության խառնուրդում չէր որոշվում որոնք են հայերը և որոնք հագարացիք։ Բեշիրին այնպես թվաց, թե մի հսկայական զորություն սեղմել է յուր գրկում հագարացած բանակը։ Բայց և այնպես, մի քանի թիկնապահների օգնությամբ նա սկսավ վանել յուր վրանի վրա հարձակվող քաջերին, որոնց թվում էր գոռը։ Արի պատանին, կամենալով հաղթության պսակներից թանկագինը գրավել, խիզախել էր մինչև Զորապետի վրանը։
Հսկա հագարացին ահագին սուրը բարձրացրած պատրաստվում էր յուր հարվածը կշռել պատանու գլխին, երբ հանկարծ մարզպետունի իշխանը, որ աչքից չէր թողնում քաջ որդուն, ետևից որոտաց. «Թշվառական ո՞ւմն ես հարվածում»։ Այս ասելով, նա պողպատիկ սուր իջեցրեց Բեշիրի զրահապատ թիկունքին այնպես սաստկագին, որ նա սասանելով ձիուց գլորվեցավ։ Իշխանն առաջ վարեց նժույգը նրան կողկրտելու համար, բայց Բեշիրի թիկնապահները յուր դեմն արձանացան, և նա ստիպված էր յուր սրի հարվածները նրանց գլխին իջեցնել։ Բեշիրը, չնայելով յուր հաղթանդամ հասակին, ճարպկությամբ դուրս սողաց խռնված մարտիկների միջից և, մահը իրան հետամուտ տեսնելով, արագությամբ աշտանակեց թիկնապահներից մեկի ձին և սրարշավ դուրս փախավ հովտից։ Այնուհետև փախուստը ընդհանացավ, էլ ոչ մի տեղ դիմադրող չկար, ամենքն իրենց կյանքը փրկելու վրա էին մտածում։ Այս տեսնելով բլուրների վրա եղող խուժանը, որոտննդոստ աղաղակով ընկավ փախչողների ետևից։ Ուխտի զինվորներից ազատվողները զոհ էին դառնում նրանց բրերին և տապարներին։ Հաղթությունը կատարյալ էր։ Առավոտյան դեմ հալածողները ետ դարձան և զարմանալով տեսան, որ ամբողջ հովիտը ծածկված է թշնամու դիակներով։ Նրանք չէին կարողանում հավատալ, թե այդ ահագին կոտորածը իրենք են արել։ Իշխանի առաջին գործը եղավ այն, որ շուրջը ժողովե ուխտի զինվորներին և տեսնե, թե այս անհավասար կռվի մեջ ինչ կորուստ է ունեցել ինքը։ Նա համարեց բոլորին և ցավելով տեսավ, որ 3 հոգի պակասում էին յուրայիններից. նրանք կռվի մեջ ընկել էին։ Բայց այսուամենայնիվ հաղթությունն այնքան մեծ ու փառավոր էր, որ այդ 3 հերոսների կորուստը ծանր վիշտ չպատճառեց նրանց։ Ինքը, իշխանը, Սեփուհի և գոռի հետ միասին որոնելով գտավ սպանված հերոսների մարմինները և իսկույն էլ հրամայեց վրաններից մեկի մեջ պատսպարել։ Ապա կարգադրեցին, որ ամբոխը ժողովե ավարը մի կողմ, իսկ դիակները ծածկե հողով։ Իսկույն սկսան վրանները քակել, դիակները կապտել և ամեն ինչ ժողովելով բերել իշխանների մոտ։ Խուժանի այդ տենդային աշխատությունը դիտելով, Գևորգ իշխանը դարձավ Սեփուհին. «Վահրամ, հիշո՞ւմ ես այն խոսքը, որ ասացիր ինձ գառնու դղյակում»։ ֊ Ի՞նչ խոսք, ֊ հարցրեց Սեփուհը։ ֊ Այն, որ ասում էիր, թե մի ծաղկով գարուն չի գալ։ ֊ Այո, հիշում եմ։ ֊ Ինչպե՞ս եղավ, որ մի ծաղկով գարուն բացվեցավ։ ֊ Օրհնյալ է Աստված, այո, իշխան, բացվեցավ, ֊ պատասխանեց Սեփուհը և ժպիտը խաղաց նրա խոշոր դեմքի վրա։ Ը ծովամարտ Մարզպետունի իշխանը յուր գիշերային հարձակումը հաջողությամբ պսակելուց հետո սուրհանդակ ուղարկեց Սևան արքայական դրոշի տարած հաղթությունը թագավորին ավետելու։ Նույնպիսի ավետյաց լուրով շտապեց գառնի գոռիշխանիկը։ Գեղանի բերդակալուհին, որ դիտանոցից արդեն նշմարել էր ուրախության հայտարար դրոշը, դիմավորեց փեսացուին ամրոցի դռներում։ Ավետյաց լուրը կայծակի արագությամբ տարածվեց բերդում։ Գոհար իշխանուհին, որ ամուստու և որդու հեռանալու օրից ի վեր շարունակ տանջվում էր տխուր մտքերով, եկավ և փարեց որդուն ուրախության արտասուքով։ Դղյակի և ամրոցի բնակիչները խռնվեցան իսկույն պատանու շուրջը, հաղթության մանրամասնությունները նրանից լսելու։ Ապա ամենքը միասին մտան եկեղեցի գոհություն մատուցանելու Աստծուն ուխտի զինվորների ձեռքով կատարած այդ հրաշքի համար։ Այնուհետև օրվա մնացորդներն անցուցին նրանք տոնակատարությամբ։ Բայց Գևորգ իշխանը այդ միջոցին ուրիշ գործով էր զբաղված։ Նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չի հանգստանալ, մինչև որ յուր կրած պարտության վրեժը չլուծե։ Ուստի առանց ժամանակ կորցնելու սկսավ նորանոր պատրաստություններ տեսնել, որպեսզի ոչ միայն ապագա հարձակմանց դիմադրե, այլև ինքը
հագարացիների ուժը ջլատելու համար նորանոր հարձակումներ գործե։ Այդ նպատակով ահա թշնամու թողած ավարը յուր զինվորների և կռվին մասնակցող խուժանի մեջ հավասարապես բաժանելուց հետո նա անմիջապես քաշվեցավ գեղ, յուր բանակը այդտեղ կազմակերպելու համար։ Եվ որովհետև հաջողությունը միշտ հաջողություն է ծնում, ուստի այս անգամ նրա կոչին շատերն եկան։ Գեղը ամրոցի բոլոր զորքերը, Վեդի ավանի և Ճերմանիս գյուղի զինավարժ բնակիչները, Ուրྩաձորի փախստականները, նրանք բոլորը գունդագունդ հասան գեղ և մտան իշխանի դրոշի տակ։ Նույնպես Գառնո բերդապահ զորքերից շատերը խնդրեցին Սյունյաց օրիորդին միջնորդել իշխանի առաջ, որպեսզի իրենք ևս ընդունվին նրա բանակի մեջ։ Այդ միջնորդությունը տեղի ունեցավ, և Գառնո զինվորները գոռի հետ միասին փութացին գեղ։ Այսպիսով Գևորգ իշխանի բանակը ստվարացավ։ Այժմ նա 500-ից ավելի զինվոր ուներ, որոնք կարող էին կռվել բաց դաշտի վրա։ Բայց Բեշիրը մարզպետունու հետ ընդհարվելու միտք չուներ։ Յուր պարտությունը, փախուստը և զորքերի կոտորածը այն աստիճան էին նրան կատաղեցրել, որ մի մարզպետունու հաղթելը կամ էլ նրա հրոսակները ցրվելը գոհություն չէր պատճառիլ նրան։ Նա որոշել էր դիմել Սևան, առնել նրա բերդը և բռնել այդտեղ ապաստանող հայոց թագավորին։ Այդպիսի արիության գործը միայն կարող էր մոռացնել տալ նրան յուր կրած նախատինքը։ Այդ միջոցներին Նսր ոստիկանը հեռացել էր դեպի Ատրպատական, գաբավոնացիների ապստամբությունը ճնշելու համար։ Նա Բեշիրին կարգել էր Դվինում իբրև լիազոր տեղակալ։ Այդ հանգամանքը մանավանդ տանջում էր Զորապետին, որովհետև հենց յուր այդ լիազորության օրերում նա ամոթալի պարտություն կրեց մարզպետունու 20 զինվորներից։ Այդ անլուր նախատինքը նա պիտի աշխատեր մեծագույն մի հաղթանակով ծածկելու։ Եվ ահա նա հրամայեց ժողովել Դվին բոլոր հագարացի զորքերը, բերդերի պահակախմբերը, ետ դարձնել մինչև անգամ արաբացի հրոսակներին, որոնք մինչև այն ավերում էին անպաշտպան գյուղերը, կազմել այդ բոլորից այնպիսի մի բանակ, որի տեսքից միայն թագավորը սարսափեր։ Երբ ամեն ինչ կազմ ու պատրաստ եղավ, նա ելավ Դվինից գիշերանց և ուղղվեցավ դեպի Սևան։ Եվ որովհետև դեռ երկյուղ էր կրում մարզպետունու անակնկալ հարձակումից, այդ պատճառով նա Գեղա լեռներից չանցավ, այլ մազազը պատելով մտավ կոտայք։ Գևորգ մարզպետունին, ընդհակառակը, սպասում էր Բեշիրին Գեղա ամրոցում, որովհետև հավատացած էր, թե նա իրենից միայն պետք է յուր պարտության վրեժն առնե։ 3 օրից ետ հագարացած բանակը Գեղամա ծովափունքը բռնեց, զարկելով յուր վրանները ուղիղ Սևանա հանդեպ։ Բայց Բեշիրը, որ բնավ գաղափար չուներ այդ կղզու մասին, մնաց տարակուսած, երբ տեսավ նրան 4 կողմից ջրով շրջապատ։ «Ինչպե՞ս պիտի գրավենք այս տարօրինակ ամրոցը», ֊ ասաց նա ինքն իրեն և խորհրդի հրավիրեց յուր գնդապետներին։ Նրանցից ոմանք խորհուրդ տվին լաստեր կազմել տալ և նրանց միջոցով զորքը հանել կղզին։ Ոմանք, ծովակի հատակը խոր չտեսնելով, առաջարկեցին հողով և քարերով լցնել այն անջրպետը, որ կղզին բաժանում էր ափից, և նրա վրայով հասնել մինչև ամրոցը։ Իսկ մի ծեր զինվորական, որ ծանոթ էր հագարացիների դարեր առաջ Հայաստանում արած ավերածությանց պատմության, առաջարկեց Զորապետին ծովակն արձակել։ «Ինչպե՞ս թե ծովակն արձակել», ֊ զարմացած հարցրեց Բեշիրը։ «Այնպես, ինչպես որ 200 տարի առաջ Մոհամմեդ Բ. ոստիկանն արավ, ֊ պատասխանեց զինվորականը։ ֊ Բայց նա ինչպե՞ս արավ։ ֊ 3 տարի շարունակ այս կղզին պաշարեց, բայց գրավել չկարողացավ, որովհետև կղզեցիները յուր բոլոր հնարները ի դերև էին հանում։ Քանի անգամ նա լաստեր շինեց և բազմաթիվ զորք հանելով նրանց վրա,
կղզին շրջապատեց։ Բայց հայերը քարընկեց մեքենաներով ժայռեր էին գլորում այդ լաստերի վրա և ջրի տակը խորասուզում նրանց։ Շատ անգամ էլ երկաթե երկար կարթերով քաշում էին լաստերը դեպի կղզու ժայռերը և վառած նավ թացելով զորքի վրա կրակում նրան։ Ոստիկանը փորձեց մինչև անգամ երկարամյա պաշարմամբ սովամահ անել կղզեցիներին, բայց այդ էլ չկարողացավ, որովհետև նրանց վարժ լաստավարները ելնում էին կղզուց գիշեր ժամանակ և շրջակա ափերը հասնելով առատ պաշար էին բերում կղզին այնպիսի ժամանակ, երբ հագարացիներից ոչ ոք չէր կարողանում խանգարել նրանց։ Երբ ոստիկանը ամեն կողմից հույսը կտրած կամենում էր պաշարումը թողնել և հեռանալ, մեր արաբացի գիտուններից մինը, որ գտնվում էր այդ ժամանակ Մոհամեդի բանակում, եկավ խնդրեց նրան հրաման տալ իրեն կղզին առնելու մի նոր հնարք գտնել։ Ոստիկանը շնորհեց արաբացուն այդ իրավունքը, և նա մի քանի օր շարունակ ծովակի շուրջը պտտելուց ետ եկավ և հայտնեց ոստիկանին, թե գտել է ծովն արձակելու և Սևանն ափից բաժանող անջրպետը ցամաքեցնելու հնարը։ Երբ Մոհամեդը զարմացած հարցրեց, թե ո՞րն է դա, նա պատասխանեց. Սևանա լիճը գտնվում է շատ բարձր լեռների վրա, և այդ լճից ելնում է Հրազդան մեծ գետը։ Այդ հանգամանքը ցույց է տալիս, թե հնարավոր է Սևանը պատող ափերից մինը փլցնել և դեպի շրջակա ձորերը անցք բանալով ծովակի ջուրը դատարկել։ Արաբացի գիտնականի գյուտը հավանական գտավ Մոհամեդը և հրամայեց իսկույն փորել այն ափը, որ հարմար էր գտնում հնարագետը։ Մի քանի շաբաթվան ընթացքում արաբացի զորքերը պատրաստեցին մի հսկայական ջրանցք, որտեղից ծովակի ջուրը սկսավ հոսել դեպի յուր շուրջը պատող ահավոր ձորերը։ Հոսանքը բանալուց 2-3 օր հետո այս անջրպետը, որ ահա մեր առջևն է, բոլորովին ցամաքեց, և Մոհամեդի զորքը անաշխատ մտավ կղզին, գրավեց հինավուրց բերդը, որ ասում էին յուր հիմնարկության օրից ի վեր դեռ ոչ մի զորավոր թշնամի չէր կարողացել գրավել, ապա սկսան կոտորել բնակիչներին, կողոպտել գանձերով հարուստ եկեղեցիները, գերի վարել այդտեղ ապաստանած հայազն իշխանուհիներին։ Այդպես էլ մենք կանենք, ընդհատեց Բեշիրը զինվորականին։ Ով որ ձեզանից կարող է այդ հինավուրց ջրանցքը գտնել, թող շտապե, ես նրան ամենամեծ պարգևը կտամ։ Այդ գիտնականը, տեր իմ, նախահայրերիցս մինն էր, շարունակեց զինվորականը, և այդ պատմությունը ավանդաբար մնացել է մեր ընտանիքում։ Գուցե դարձյալ նախկին հնարագետի թոռներից մինին հաջողի այդ գյուտը, ուստի խնդրում եմ ինձ շնորհել այդ հետազոտության իրավունքը։ Բեշիրը զիջավ հնարագետի ժառանգին խնդրած իրավունքը, և նա յուր մի քանի ընկերներով շտապեց գեղամա ծովափունքը հետազոտելու։ Բայց որպեսզի այդ հնարը չհաջողելուց ժամանակ չկորցնե, նա հոգաց նաև մյուս միջոցների մասին, այն է, փայտահարներ ղրկեց մոտակա անտառը, որպեսզի գերաններ կտրեն լաստերի համար։ Թողնենք այժմ հագարասիներին իրենց պատրաստությանց հետ և տեսնենք, թե ինչ էին անում այդ ժամանակ Սևանա կղզում։ Առավոտ էր, երբ վանական հայրերից մի քանիսը ծովափն իջնող հրոսակների գնդեր նշմարեցին։ Արաբական դրոշը ծանոթ էր նրանց, ուստի աճապարանոկ խուցերը վազեցին վանահորը և միաբաններին այդ նորությունը հայտնելու։ Երբ վերջինները բլուրը ելան ծովափը դիտելու, թշնամու հեծելագնդերը բռնել էին արդեն հանդիպակաց տափաստանները։ Մարսպետունու հաղորդած լուրը չէր հարմարում այս անակնկալ նորության։ Եթե Բեշիրը հաղթված էր, ապա որի զորքերն էին Սևանի վրա հարձակվողները։ Այս միտքը երկյուղ բերավ միաբանների վրա։ Բայց երբ այդ մասին հայտնեցին թագավորին, նա ամենի կասկածը փարատեց ասելով. Մարսպետունուց ջարդ ուտելու պատճառով է, որ Բեշիրը հարձակվել է մեզ վրա։
Նա իշխանի վրեժը կամենում է լուծել թագավորից։ Ինչ պիտի անենք այժմ, սրտատրոփ հարցրեց Թագուհին, որ միաբանների հետ միասին գտնվում էր թագավորի մոտ։ Ոչինչ, անհոգ եղանակով պատասխանեց թագավորը։ Եթե արաբացիք կփորձեն մոտենալ մեր կղզուն, մենք կջարդենք նրանց լաստերը և իրենց էլ ջրի հատակը կխորասուզենք։ Բայց ինչ ուժով, մենք այստեղ ընդամենը 100 զինվոր ունենք, հարցրեց Թագուհին երկյուղագին։ 100 էլ միաբան, ով որ ազգի հացն ուտում է, ազգի համար էլ կարող է կռվել, հարեց թագավորը։ Մենք պատրաստ ենք, մենք չենք փախչիլ կռվից, դիտեց վանահայրը։ Միայն թե զենք է պակասում մեր եղբարց։ Զենք շատ ունին նրանք, պատասխանեց թագավորը։ Կղզին Փառք Աստուծո ժայռապատ է, իսկ լաստերի հետ կռվելու համար հարկավոր չէ սուր կամ նիզակ։ Հրամայիր, որ քարհատները ժայռեր պոկեն կղզու խարակներից և ժողովեն նրանց ափերի մոտ։ Մեր սուրբ հայրերը, կարծում եմ, քարկոծել կարող են։ Հետևապես, երբ իմ զինվորները կսկսեն նետահարել և կամ կարթերով լաստերը քաշել, նրանք էլ իրենց տարափը կտեղան։ Այդ կարող ենք անել։ Թույլ չենք տալ, որ կղզուն մի լաստ մոտենա։ Բոլորին կխորասուզենք։ Տակավին այս խորհրդի մեջ էին թագավորը և կղզեցիք, երբ արքայի թիկնապահներից մինը ներս մտնելով հայտնեց, թե թշնամու կողմից ղրկված մի նավակ գալիս է դեպի կղզին։ Թույլ տվեք, որ մոտենա, մի նավակը մեզ չարիք բերել չի կարող, հրամայեց թագավորը։ Ապա ելնելով յուր կացարանից, պատվիրեց թիկնապահներին սպառազինվել իսկույն և իջնել կղզու տափարակը։ Նույն տեղ ժողովելու պատվեր տվավ նաև միաբաններին։ Երբ ամենքը հավաքվեցան, թագավորը նույնպես իջավ այդտեղ և զինվորները առաջից, իսկ միաբանները վերջից կարգելով, կանգնեցրեց նրանց կղզու մուտքի կամ պարիսպների առաջ այնպիսի մի ձևով, որ ափին մոտեցողը կկարծեր, թե կղզին զորքերով լիքն է։ Նավակը, որ վարում էր ցամաքաբերդցի մի հայ, մոտեցավ ափին։ Նրա մեջ նստած էին 2 հագարացի իշխաններ և մի քանի զորական։ Ելնելով ցամաք, նրանք հայտնեցին, թե Բեշիր զորապետի կողմից պատգամ են բերել հայոց թագավորին, ուստի կամենում են տեսնել նրան։ Արքայի հրամանով թիկնապահները առաջնորդեցին նրանց դեպի արտաքին տունը, ուր գտնվում էր այդ ժամանակ թագավորը։ Նա չէր ցանկանում, որ օտարները կղզու ներսը տեսնեն, ուստի պատգամավորներին ընդունեց այդտեղ։ Ի՞նչ բարի հրաման, հարցրեց թագավորը ժպտալով։ Պատգամավորները գլուխ խոնարհելով պատասխանեցին. Բեշիր զորապետը բարեհաճեց յուր ողջույնն ուղարկել հայոց թագավորին և հայտնել, որ ամիրապետի հրամանով ու դրոշով նա եկել է Սևան կղզին առնելու և իրեն, թագավորին, գերելու։ Բայց որովհետև ինքը, Բեշիրը, ի ներքուստ բարեկամ է արքային, ուստի առաջարկում է նրան գալ յուր վրանը, խաղաղության և բարեկամության դաշն կռելու, իսկ Սևանը առանց կռվի հանձնել իրեն, իբրև ամիրապետի իշխանության պատկանող կալված։ Հակառակ դեպքում, ավելացրին պատգամավորները, զորապետը չպիտի խնայե ոչ քո անձին և ոչ Սևանի բնակիչներին։ Թագավորը, թեպետ խոր վիրավորվեցավ այս հանդուգն խոսքերից, բայց յուր սառնությունը պահել աշխատելով, ժպտալով պատասխանեց. Հայոց երկիրը ամիրապետինն է, ոչ ոք կարող է այդ ուրանալ։ Ուրեմն հարկ չկա կռիվ մղել այս կղզու դեմ, քանի որ նրա մուտքը փակված չէ ձեր առաջ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, հայտնեցեք Բեշիր զորապետին, որ շատ զգացված եմ նրա ողջույնի և ինձ առաջարկած բարեկամության համար։ Ասացեք, որ վաղ առավոտ անձամբ կգամ նրան ողջունելու
Տեսությունս հետաձգում եմ մի օր, այն էլ այն պատճառով, որ կարողանամ պատրաստվել և պարտ ու պատշաճ մեծարանքով դիմավորել զորապետին։ Պատգամավորները հիացան թագավորի խոնարհ և քաղաքավարի պատասխանի վրա, որովհետև նրա սիրտը թափանցել չկարողացան։ Ուստի ուրախ իրենց նավակը դառնալով ուղղվեցան դեպի բանակը։ Երբ Բեշիրը թագավորի պատասխանը լսեց, հրճվեցավ։ Նա հավատաց, որ թագավորը սարսափել է արդեն յուր զորքի բազմությունից, և թե յուր տեսությունը հետաձգել է այն պատճառով, որ արժանավոր ընծաներ պատրաստ է յուր համար։ Բայց թագավորը դառնալով յուրայինների մոտ, հայտնեց, որ պատրաստվին վաղնևեթ թշնամու վրա հարձակվելու։ Արքայի թիկնապահները, որոնց թիվը հազիվ 100-ի էր հասնում, մնացին ապշած։ Ինչպե՞ս թե հարձակվել թշնամու վրա։ Ի՞նչ կարող ենք անել մենք այն ահագին բանակի դեմ, մտածեցին նրանք։ Թագավորն այդ իմացավ և դառնալով զինվորներին հարցրեց. «Կուզե՞ք, որ ձեր թագավորը գերվի Բեշիրից»։ Երբեք, գոչեցին նրանք միաբերան։ Պատրաստվեցեք ուրեմն կռվելու։ Իշխան մարզպետունին 20 հոգով ջախջախեց այս բանակը։ Մի՞թե դուք 100 հոգիդ նույնը չեք կարող անել։ Մարզպետունու քաջերի անունը ցնցեց զինվորներին։ Տեր արքա, առաջնորդիր մեզ, մենք ետ չենք մնալ նրանցից, գոչեցին նրանք եռանդով։ Ես ձեզ հետ կլինեմ մինչև իմ վերջին շունչը, ասաց թագավորը։ Ապա դառնալով կղզու դարանապետին հարցրեց. Քանի՞ լաստի պատրաստություն ունի կղզին։ 20, եթե գործածական նավակները չհաշվենք, պատասխանեց դարանապետը։ Այդ բոլորը թող հանվին դարաններից։ Վաղ առավոտ դեռ արևը չծագած, նրանք պատրաստ պիտի լինին ծովն իջնելու։ Պատրաստ կլինին նույնիսկ այս գիշեր, հարեց դարանապետը և գլուխ խոնարհելով արքային հեռացավ։ Թագավորի ձեռնարկությունը ավելի քան հանդուգն էր։ Մի քանի տասնյակ զինվորներով գնալ հազարավորների դեմ և այն ջրերի խորքից նրանց հետ կռվելու համար կնշանակեր գնալ իսկական մահվան դեմ։ Վանքի միաբանները, որոնք ավելի լավ էին կշռում վտանգի մեծությունը, խոսեցին այս մասին թագուհու հետ, իսկ վերջինս եկավ արքային համոզելու, որ ետ կանգնենա յուր մտադրությունից։ Այս կղզու մեջ մենք կարող ենք ապահովապես պաշտպանվել, ասաց նրան թագուհին։ Մեր ունեցած զորքը և նրա հետ էլ վանքի միաբանությունը կարող են հաջողությամբ ետ մղել ափերից թշնամու լաստերը։ Դրա համար կղզին ունի ամեն հարմարություն, իսկ կղզուց դուրս չկա քեզ համար հենարան։ Թշնամին յուր նետերի տարափով կծածկե քո 100 զինվորներին, այնուհետև կղզին կմնա արաբացոց կատաղության նշավակ։ Երկու զորավոր պատճառներ ստիպում են ինձ այդ քայլն անելու։ Առաջինը իմ արքայական պատվասիրությունը։ Այս գոռոզ հագարացին համարձակվեցավ պատգամավոր ուղարկել ինձ և պահանջել Սևանը, անվանելով նրան Ամիրապետի կալված։ Բացի այդ, նա ինձ հրավիրեց յուր բանակը բարեկամության դաշն կռելու, որ իրենց լեզվով կնշանակե գերության շղթայով կապվելու։ Այդ թշվառականը, որ ջարդ է կերել մարզպետունու 20 զինվորներից, այնքան անզոր է համարում հայոց թագավորին, որ համարձակվում է այսօրինակ նվաստացուցիչ առաջարկություն անել նրան։ Այժմ իմ պարտականությունն է նրան հասկացնել, որ առյուծը գառագրի մեջ էլ առյուծի սիրտ է կրում։ Բացի այդ, մարզպետունու օրինակը իմ առջևն է։ Որքան էլ իմ զինվորների թիվը նվազ, այսուամենայնիվ ես պիտի հարձակվեմ, որովհետև ամոթ է, որ Աշոտ երկաթը Գևորգ իշխանի չափ գոնե կորով չարտահայտե այս դեպքում։
Երկրորդ պատճառը, որ առավել զորավոր է, այն է, որ կյանքը կորցրել է յուրարժեք իմ աչքում. նա դարձել է ինձ համար տանջարան, ես աշխատում եմ փախչել նրանից։ Այս մասին քեզ հետ շատ եմ խոսել, և դու գիտես, թե որքան իրավունք ունիմ ես մահվան փափագելու։ Այժմ ահա հասել է ժամը, և ես պիտի օգուտ քաղեմ նրանից։ Ես վայրկյան առաջ կամենում եմ ազատվել խղճի խայթերից, հոգվո անվերջ տանջանքներից, և այս դեպքում ինձ մնում է տակավին մի մխիթարություն, այդ այն է, որ այս կռվի մեջ ստացածս մահը կարող է իմ անունը փառավորել։ Ես իհարկե չեմ մտածում իմ հիշատակի, այլ հետնորդների մասին։ Իմ մահվամբ ես մի խրախուսական օրինակ կթողնեմ նրանց համար։ Առաջին պատճառը և հարգելի, և իրավացի է, բայց երկրորդը անիրավ, պատասխանեց Թագուհին։ Եթե կյանքը բեռն է դարձել քեզ համար, և դու կամենում ես նրանից ազատվել, դա քո իրավունքն է, բայց քեզ հետ միասին տանել մահվան դեմ ուրիշ 100 հոգի անիրավացի է։ Այդ մարդիկը գուցե կղզում պատսպարվելով ազատ մնային վտանգից։ Ինչո՞ւ աշխարհից ելնելու վայրկենին իսկ ծանրաբեռնվել հանցանքներով։ Ինչո՞ւ պատճառ դառնալ ընտանիքների դժբախտության, զրկել նրանց կերակրող ձեռքերից։ Այդ դեպքում արդեն թույլ չեմ տալ, որ ինձ մեղադրեն։ Ես արդեն չափել եմ, կշռել իմ քայլը, և գիտեմ, թե ում կարող է վնասել։ Այս հարձակումը գուցե մի զոհ ունենա, բայց այդ զոհը կլինի նա, ով հետամուտ է մահվան։ Մնացյալները հաղթանակով կվերադառնան։ Տարօրինակ մի գուշակություն է դա։ Այդպես է։ Բեշիրն այժմ անհոգ նստած յուր վրանում սպասում է իմ անձնատուր լինելուն, կամ էլ մեր կղզու մեծագին գանձերին։ Նրա պատգամավորներն այնպիսի պատասխան տարան այստեղից, որ նա ուրիշ բանի սպասել չի կարող։ Ուրեմն անխորհուրդ կերպով չեմ ես այս քայլն անում։ Թող անհոգ լինեն միաբանները, և թող անհոգ լինի Թագուհին։ Թագուհի՞ն։ Ուրեմն դու հավատում ես, որ նա կարող է անհոգ լինել, երբ թագավորը հետամուտ է լինում մահվան։ Չէի կամենալ վիշտ պատճառել քեզ, բայց իմ վճիռն անդարձ է։ Ինչ հետևանք էլ որ նա ունենա, դու պիտի հաշտվես նրա հետ։ Իմ երջանկության օրերում անգամ ես թույլ չեմ տվել, որ անձնասիրությունը գերակշռե իմ մեջ պատվասիրության։ Ինչպես կարող եմ թույլատրել այդ այժմ, երբ դեպի իմ անձը տածում են միայն ատելություն։ Ախ, ինչպես անգութ ես։ Գոնե վերջին պատճառը ինձ չհայտնեիր։ Գոնե զգալ չտայիր ինձ, թե դիմավորում ես մահվան այն պատճառով, որ չունիս աշխարհում այլևս մեկը, որի համար կամենայիր դու ապրել։ Այս ասելով Թագուհին հեռացավ թագավորից և վշտահար սրտով դարձավ յուր կայանը։ Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, լաստերը պատրաստ ջրի վրա էին։ Թագավորի ներկայությամբ զինվորները նետաձգության փորձեր էին անում։ Նա կամենում էր ստուգել, թե որոնք կարող են պիտանի լինել արշավանքին, որպեսզի լաստերի վրա անշահ մարդիկ չվերցնե։ Յուր 100 զինվորներից նա ընտրեց միայն 70 հոգի, որոնք կորովի, մազից չվրիպող նետաձիգներ էին։ Դրանց բոլորին տեղավորեց 10 լաստի վրա, յուրաքանչյուր լաստին հատկացնելով 7 զինվոր։ Իսկ լաստավարներ կարգեց միաբաններից, որոնք հաջողակ էին այդ գործում։ Ապա ընտրեց յուր համար մի թեթևաշարժ նավակ, ուր վարողներից զատ տեղավորեց նաև յուր ազատանի թիկնապահները։ Այնուհետև հրաման տվավ կղզում մնացող զորքին և միաբանությանը, որ շարունակ դիտեն յուր շարժումը և նշան տալուն պես բոլորը նիզակներով զինված ելնեն լաստերի վրա և առաջանան դեպի թշնամին։
Այդպես պիտի անեին նրանք, ցույց տալու համար, թե կղզուց նոր զորք է հասնում օգնության։ Երբ արևը այծեմնասարի ետևից ելնելով բարձրացավ մի ասպարեզ, թագավորի փոքրիկ նավատորմը սկսավ մեղմ ընթացքով դեպի Բեշիրի բանակն առաջանալ։ Արքայի նավակը, որ զարդարված էր դրոշակներով, գնում էր առջևից, իսկ լաստերը հետևում էին նրան զույգ։ Զինվորները թեպետ համակ զրահազգեստ, բայց ամփոփած ունեին նիզակները և վահանները, որպեսզի կարծել տան թշնամուն, թե զինվորված չեն գալիս իրենց մոտ։ Հազիվ քանի մի 100 գրկաչափ հեռացան նրանք կղզուց, և ահա Բեշիրի գնդերը եկան խռնվեցան ափերի վրա, հայոց թագավորի և նրա շքախմբի գալուստը դիտելու։ Նրանցից շատերն անզեն էին, շատերը մինչև անգամ բոկոտն կամ էլ կիսով չափ հագնված։ Նրանցից ոչ ոք հարձակման չէր սպասում։ Իսկ Բեշիրը, որ ձգված էր յուր զարդարուն վրանում, երբ աշոտ երկաթի գալուստ իմացավ, հրամայեց, որ շքադիր խմբերը գան և պատեն վրանը, որպեսզի հայոց թագավորը տեսնե Ամիրապետի զորավարին կատարյալ շքեղության մեջ։ Ապա նա հագավ յուր հարուստ զգեստները, ծածկեց ոսկե ցցունքով զարդարուն ապարոշը, կապեց դամասկյան ոսկեզարդ սուրը և փառավոր օդոցի վրա բազմելով սպասում էր հյուրին։ Նա որոշել էր պատվով պահել թագավորին մի քանի ժամ, մինչև որ հետը բերած ընծաները նա կհանձներ յուր գանձապահին, իսկ հետո կհրամայեր շղթայի զարնել, որպեսզի սևանն առնելուց հետո հետիոտն տաներ նրան դվին։ Այն ժամանակ հայերը թող ճանաչեն Բեշիրին, թող սարսափահար լինին նրա անունը լսելուց, և այդ սրիկա իշխանը, որ համարձակվեցավ գիշերանց իմ բանակի հանգիստը խռովել, թող գա ծնկաչոք ներողություն խնդրելու և դվինի զնդանում յուր դժբախտ գլուխը լալու։ Այս մտքերով էր զբաղված Բեշիրը, երբ Աշոտ արքայի տորմիղը սկսավ մոտենալ ափին։ Հագարացի հրոսակները սկսան ավելի և ավելի խռնվել ավազուտի և ժայռերի վրա։ Մոտեցող լաստերը, իրենց զրահազգեստ զինվորներով, տեսնելու գեղեցիկ խաղալիքներ էին թվում նրանց։ Հանկարծ թագավորը, կապարճակրի ձեռքից արծաթե աղեղն առնելով, գոչեց. «Ժամանակն է, քաջեր, նետերնիդ տեղացեք»։ Զինվորները մի ակնթարթում վահանները ձեռք առան և լայնալիճերը լարելով սկսան արագ նետաձիգ լինել դեպի հագարացիները։ Մի զարհուրելի աղաղակ և իրարանցում փրթեց ծովափին։ Արաբացիք գլուխները կորցրած սկսան իրար հրելով և կողքրտելով դեպի վրանները վազել։ Բայց քաջաձիգ հայերի նետերը սաստիկ արագությամբ տեղալով հետևում էին նրանց և թավալում շատերին ավազուտի մեջ, ժայռերի վրա կամ էլ նույնիսկ վրանների առաջ։ Ոչ մի նետ ապարդյուն չէր սլանում, ոչ մի ճայթյուն առանց զոհի չէր անցնում։ Բեշիրը տակավին գեղեցիկ երազներ էր տեսնում, երբ յուր բանակի մեջ փրթող զարհուրելի աղաղակը լսեց։ Նա շփոթված վեր թռավ տեղից և վրանի դռնում թիկնապահներին պատահեց, որոնք սրտատրոփ, այլայլված հայտնեցին նրան, թե հայերը հարձակվել են իրենց վրա։ «Օնանդրիզեն», գոռաց նա խռպոտ ձայնով և սուրը հանելով վազեց դեպի առաջ։ Բայց փախչող զորականի խռանը պատահելով, ստիպված եղավ ետ մղվել դեպի յուր թիկնապահները։ Այսուամենայնիվ զորապետը իրեն չկորցրեց։ Նա աշտանակեց իսկույն յուր ամեհի նժույգը, որ բերավ նրան թիկնապահներից մինը, և ահավոր սուրը հանելով գոռաց. «Արաբացի քաջեր, մի թուլանաք, մի շփոթվեք, օն հետևեցեք ինձ, առաջ սուսերավորներ, առաջ նիզակավորներ, թշնամին սակավաթիվ է, հարձակվեցեք, ջարդեցեք նրան»։ Բայց զորապետին քչերն էին հետևում, իսկ թիկնապահները գոռում էին. «Տեր թշնամին ծովի վրա է, ի՞նչ կարող են անել նրանց մեր սրերն ու նիզակները»։
Ուրեմն հառաչ նետաձիգ քաջեր, ցույց տվեք անհավատներին ձեր բասկի զորությունը, ծովակուլ արեք այդ սրիկաներին, գոչում էր Զորապետը։ Նետաձիգները արդարև խմբվեցան նրա շուրջը և ասպարափակ կազմելով սկսան հառաչանալ դեպի ծովափը։ Նրանցից շատերը սկսան քաջաբար աղեղները լարել, նետեր արձակել, բայց բնությունն ինքը օգնության էր հասնում հայերին։ Արևը նրանց ետևը լինելով, յուր հրաշափայլ ճառագայթներով խտղտում էր արաբացի զինվորների աչքերը։ Այդ պատճառով նրանք չէին կարողանում իրենց նետերն ուղղել նպատակին, այլ մեծ մասամբ ձգում էին ծովի դատարկ տարածության մեջ։ Մինչդեռ հայերը ընդհակառակը նպատակից չէին շեղում։ Նրանց պողպատյա փքինները թափանցում էին թշնամու ասպարափակը, պատառում էին կաշվե վահանակները և անարգել ցցվում զրահապատ կրծքերի մեջ, խլում զորականի սաղավարտը, փշրում նրա երեսակալը կամ շամփրում ասպարից դուրս գտնվող սրունքները։ Ծովափը հետզհետե ծածկվում էր դիակներով, և սակայն Բեշիրը դիմադրում էր համառությամբ, հուսալով վերջիվերջո վանել ծովի միջից հերոսաբար կռվող քաջերին, բայց նրանք ընդհակառակը զորանում և ավելի ու ավելի մոտենում էին ափին։ Արաբացիներին այս հանգամանքը զարմացնում էր։ Հանկարծ թագավորի նավակի մեջ բարձրացավ մի կարմիր դրոշ և սկսեց ծածանվել օդի մեջ։ Դա կղզեցիներին որոշ հրաման տվող նշան էր։ Իսկույն կղզու առաջ սկսան երևալ նորանոր լաստեր, որոնք հետզհետե դուրս էին գալիս խարակտերի ետևից և առաջանում դեպի հայոց նավախումբը։ Թշնամին պարզ տեսնում էր, որ նրանք լցված են մարդակույտ բազմությամբ։ Երկարաբուն նիզակները, որոնք ճոճում էին լաստերի վրա, ցույց էին տալիս, որ եկողները նոր զորախմբեր են։ Պղնձե վահանները և բազմատեսակ զենք ու զրահները, որոնք փայլում էին այդ լաստերի վրա, մի առանձին սպառնական տեսք էին տալիս նրանց։ Բեշիրի զորքերը սկսան վախենալ։ Նրանցից շատերը մինչև անգամ որոշեցին նահանջել կամ միանգամայն փախչել, որովհետև մտածում էին, եթե կռվող տորմիղը այսքան մեծ կոտորած է անում, ի՞նչ կլինի մեր դրությունը, եթե օգնական լաստերն էլ հասնին։ Իսկ այս վերջինները ավելի բազմաթիվ էին։ Զորապետը նկատեց զորքի այդ խլրտումը և ավելի սկսավ խրախուսել նրանց, բայց յուր ձայնն այլևս չէր ոգևորում լքվածներին։ Իզուր նա գոռում և փրփրերախ նժույգն այս ու այն կողմ էր վազեցնում։ Երկյուղը հետզհետե պաշարում էր ամենքին։ Նրա համհարձներից մինը մինչև անգամ մոտեցավ և խորհուրդ տվավ նրան նահանջի փող հնչեցնել։ «Այդ հայերը տեր մեծ պատրաստություն ունին, ֊ ասաց նա զորապետին։ Փոքրիկ տորմիղով մեզ դեմ խիզախելը միայն մի պատրվակ էր, որով նրանք կամեցան քաշել մեզ դեպի կռիվ և զբաղեցնել։ Զորավոր հարձակումը անշուշտ նոր պիտի սկսեն»։ «Այդ եկողներին էլ կջարդենք մենք, ֊ գոռաց զորապետը։ ֊ Չենք կարող, որովհետև նրանց ուրիշները կհետևեն։ Երբ ես պատգամավոր գնացի թագավորի մոտ, նրա կղզին լիքն էր զորքերով։ Մենք պիտի խույս տանք կոտորածից, ֊ պնդեց համհարձը։ Նրանք դեռ այս վեճի մեջ էին, երբ նետաձիգների մի խումբ, որ հանդիպակաց էր կռվող լաստերին, չկարողանալով այլևս դիմադրել նրանց, երես դարձրավ և սկսեց փախչել։ Բեշիրը կատաղած և այլայլված արշավեց դեպի նրանց, բայց հուսահատ խուժանին դիմադրել չկարողացավ։ Սաստիկ հոսանքն առավ յուր մեջ նրա նժույգը և առաջ վարեց։ Մյուս կռվող խմբերը, որոնք տակավին դիմադրում էին հայերին, տեսնելով զորապետին փախչող խուժանի մեջ, կարծեցին, թե նա խույս է տալիս ճակատից, ուստի իրենք էլ դիմադարձ եղան և սկսեցին փախչել։ Նահանջը ընդհանուր դարձավ։ Բեշիրը դադարեց գոռալուց և յուր գնդապետների հետ միասին հետևեց փախչող զորքին։ Բայց թշնամու նահանջը նոր եռանդ ներշնչեց հայերին։ Նրանց լաստերն ալիքների վրա սուրալով հասան եզերքին։ Մարտիկները իրար ետևից դուրս թռան ցամաք և ահագին աղաղակով ընկան թշնամու ետևից։
Հասան շուտով և այն լաստերը, որոնք ահաբեկել էին թշնամուն։ Դրանց վրա եղողները ոչ այլ ոք էին, եթե ոչ մնացորդ 30 զինվորները, որոնց թագավորը թողել էր կղզում, և նրանց հետ միասին Սևանի հոգևոր միաբանությունը։ Վերջիններս արքայի հրամանով հանել էին վեղարները և խույրերը և ծածկել սաղավարտներ, իսկ ձեռքներին բռնել Վահան և Նիզակ։ Նրանք իհարկե չպետք է մասնակցեին կռվին և ոչ իսկ ափին մոտենային, այլ միայն զորագունդ կեղծելու պաշտոն ունեին։ Այդ պատճառով նրանցից շատերը կրում էին միանգամայն մի քանի հատ տեգեր, որպեսզի հեռվից ավելի ահավոր երևան թշնամուն։ Թագավորի հնարագիտությունը հաջողեց։ Երբ նրա մարտիկները դուրս ելան ցամաք, խրտվիլակ Տորմիղն էլ հասավ այդտեղ։ 30 զինվորները և նրանց հետ միասին երիտասարդ աբեղաները փութացին, միացան կռվող քաջերին և ընկան փախչող հագարացիների ետևից։ Հալածողներին ընկերացան մոտակա ցամաքաբերդ, Վարսեր, Գոմաձոր, Կռակցին և այլ գյուղերի հայ բնակիչները։ Նրանք թշնամու ցրված գնդերի մեծ մասը ջարդեցին և մնացյալները փախցրին դեպի հեռավոր լեռներն ու հովիտները։ Դառնալով բանակատեղը, հայ կտրիչները հավաքեցին թշնամու թողած ավարը, որ բավական հարուստ էր։ Կապտեցին ընկածների զենքերը և քակեցին բազմաթիվ վրանները, որոնց հետ նաև Բեշիրի հարուստ տաղավարը, և այդ ամենը միասին փոխադրեցին կղզին։ Թագուհին, որ սրտատրոփ սպասում էր կռվի վախճանին, յուր նաժիշտերի հետ միասին իջավ կղզու ափը, հաղթական երգերով վերադարձող քաջերին դիմավորելու։ Հայերն այս կռվում կորուստ չունեցան։ Վիրավորվել էին միայն մի քանի հոգի, որոնց կղզին հասնելուն պես թագավորը հրամայեց փոխադրել հարմար կացարան, զգուշությամբ խնամելու համար։ Այնուհետև հոգևոր հայրերը մատուցին տաճարում գոհության պատարագ, որին ներկա էին թագավորը, թագուհին և բոլոր զինվորները։ Ապա վերջինները կատարեցին հաղթության խրախճան, որին մասնակցեց շրջականներից ժողովված գյուղական ամբոխը։ Բայց թագավորը տխուր էր, դալկադեմ։ Նա ժամանակից առաջ քաշվեցավ յուր կացարանը, առանց զորքի ուրախության մասնակցել կարողանալու։ Այս հանգամանքը անհանգստացրեց թագուհուն, և նա դիմեց արքայի մոտ նրա տխրության պատճառն իմանալու։ «Ես վիրավորված եմ», ֊ ասաց թագավորը մեղմ ձայնով։ «Վիրավորվա՞ծ», ֊ ասաց թագուհին։ «Ինչո՞ւ ուրեմն չես հայտնում դա մեզ, ուր է վիրաբույժը, կանչենք նրան այստեղ»։ «Թող, ես չեմ կամենում զորքի ուրախությունը խանգարել. մի օրից հետո էլ կարող ենք մենք այս վերքը դարմանել», ֊ ընդհատեց նրան թագավորը։ «Բայց դու գունատ ես և թախծադեմ, անշուշտ խոր է քո վերքը»։ «Ես տխուր եմ այն պատճառով, որ կենդանի վերադարձա այստեղ»։ «Աստված իմ, դու դարձյալ նույն մտքերո՞վ ես զբաղված»։ «Ես ցավում եմ, որ մահացու չէ վերքս»։ «Աղաչում եմ քեզ, խնայիր ինձ», ֊ աղերսեց թագուհին։ «Այո, թշնամին արդեն նահանջում էր, երբ մի նետ եկավ և ցցվեց իմ կողերի մեջ։ Ես ուրախացա. կարծեցի, թե իմ զորքի հաղթանակը կպսակվի իմ մահվամբ։ Այդ պատճառով էլ իսկույն դուրս քաշեցի նետը, որպեսզի նրա հետ միասին ելներ և իմ հոգին։ Բայց ավաղ, արաբացու բազուկը չէր կարողացել Աշոտ երկաթին սպանելու չափուժով ձգել աղեղը»։ «Ախ, ինչպես անսիրտ ես դու», ֊ մրմնջաց թագուհին, և այլևս համբերել չկարողանալով, դուրս եկավ իսկույն սրահը և դռան մոտ կանգնած բարապանին հրամայեց վազել վիրաբույժի ետևից։ Վերջինս եկավ։ Քննեց արքայի վերքը, որ լայն բացված էր նրա կողերի մեջ, լվացավ այն զգուշությամբ և վրան դարմաններ դնելով խնամքով կապեց։ Թագուհու հարցին, թե որքան վտանգավոր է նա, պատասխանեց. «Փառք Աստուծո, արքայի կյանքին վտանգ չէ սպառնում»։ Բայց երբ թագավորը առանձին առնելով հրամայեց նրան ճշմարիտը խոստովանել, նա ասաց. «Հարվածող նետը
Տեր արքա, թաթախված է եղել թույնի մեջ, վերքի արագ բորբոքումը ծանր ապագա է գուշակում։ Թագավորի դեմքի վրա փայլեց գոհության մի ժպիտ, որ սակայն զարմանք պատճառեց վիրաբույժին։ Თ. Ջրից փախչողը կրակի մեջ։ Մարսպետունի իշխանը այնքան շատ էր զբաղված յուր նորագույն պատրաստություններով, որ մինչև անգամ օրեր անցրեց առանց դվինից տեղեկություն առնելու, թե այնտեղ ինչ էր կատարվում։ Նա հավատացած էր, թե Բեշիրը Վեդիի հովտում կրած պարտությունից հետո տակավին անշարժ նստած է դվինում, և թե առժամանակյա լռությունը պետք է վերագրել այն հանգամանքին, որ նա գաղտնի պատրաստություններ է տեսնում յուր վրա հարձակվելու։ Այս պատճառով ահա իշխանը բավականացել էր միայն պահապաններ կարգելով Գեղաբերդի սահմաններում, որպեսզի թշնամու գալուստը իմանալուն պես հարկ եղածը տնօրինե։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ դետ կարգված պահապաններից մինը եկավ և հայտնեց, թե դվին դարձող կարավանդները պատմեցին, որ Բեշիրը բազմաթիվ զորքով հասել է Գեղամա ծովը և պաշարել Սևանը։ Նա ուրեմն անակնկալ հարձակում է գործել, որպեսզի արքային հանկարծակիի բերի։ Անշուշտ նա կամենում է ինձնից կրած հարվածի վրեժը թագավորից լուծել, մտածեց մարզպետունին։ Ուրեմն արքան ծանր դրության մեջ է, պետք է շտապենք նրան օգնելու։ Այս մտածությամբ իշխանը դուրս գնաց և հրաման տվեց զորքին ժամ առաջ պատրաստվելու և դեպի Սևան ուղղվելու։ Բայց հազիվ թե նա հանդես արավ զորքին և հայտնեց նրանց յուր դիտավորությունը, ահա Սևանից հասավ արքայի բանբերը, որ ավետեց նրան թագավորի մղած կռվի և տարած հաղթության ուրախարար լուրը։ «Փառք ամենակարող Աստծուն, որ հաջողում է մեզ», ֊ բացականչեց իշխանը և սաղավարտը հանելով աչքերը դեպի երկինք բարձրացրեց և զգացված ձայնով Դավթի Սաղմոսը ասաց. «Տեր, զի բազում եղեն նեղիչք մեր և բազում քարյանի վերա մեր, բազում քասեին զանձնե մերմե, թե չի քսոցափրկություն առ Աստված յուրյանց, այլ դու, Տեր, օգնական մեր ես, փառք մեր և բարձրացուցիչ գլխոմերո, ոչ եկիցուկի բյուրուց զորացնոցա, ույք շուրջանակի պատյալ պահյալ պաշարեին զմես, զի դու հարեր զամենեսյան, ույք էին ընդմես թշնամությանբի տարապարտուց և զատամունս մեղավորած փշրեցեր»։ Ժողովուրդն ու զորքը ծնկան եկան, իսկույն գոհության աղոթք մրմնջացին Աստծուն։ Ապա օրվա մնացորդը անցուցին նրանք ուրախ կերուխումով, որին մասնակցեց ինքը, իշխանը, յուր համհարձներով և ուխտի անդրանիկ զինվորներով։ Մինչդեռ հայերը Սևանում և Գեղում ուրախության տոն էին կատարում, Բեշիրը, իբրև վիրավոր վագր, զայրացած և կատաղած դիմում էր դեպի ոստան։ Նա ժողովել էր յուր փախչող զինվորներին, կարգի էր բերել նրանց և գալիս էր չարյած սկզբնապատճառ գեղը կործանելու։ Նա գիտեր, որ մարզպետունին գտնվում է Ուրྩաձորում, բայց չէր կարծում, թե նա բարձրացած կլինի գեղ։ Այս պատճառով, երբ համհարձներից մինը զգուշացրեց զորապետին Գևորգ իշխանի անակնկալ հարձակումից, նա պատասխանեց. «Այդ սրիկան թափառում է կիրճերում, նա չի կարող բաց դաշտի վրա հանդիպել մեզ կամ էլ մարդաշատ տեղերում ամրանալ։ Եթե գիշերները զգուշանանք, ցերեկով նա չի համարձակվիլ մեզ մոտենալ»։ Այս հույսով Բեշիրը կոտայքն անցավ և մտնելով ոստան, բանակ դրավ Երանոս գյուղի առաջ Ազատի ափին։ Այստեղից նա բանբեր ուղարկեց գեղ և պահանջեց բերդի բանալիները։ Նրան թվում էր, թե գեղցիկ ապագա սրածությունից վախենալով չեն ընդդիմանալ յուր հրամանին։ Բայց որքան մեծ եղավ նրա զայրույթը, երբ բանբերը ետ դարձավ բացասական պատասխանով։
Մեր բերդի բանալիները խիստ ծանր են, ասել էին գեղցիկ բանբերին։ Դու միայնակ տանել չես կարող, ասա Բեշիրին, որ ինքը գա ինձ ստանալու։ Նրանք ուրեմն ծաղրեցին իմ հրամանը, գոռաց Բեշիրը։ Այո, տեր, մինչև անգամ հայհոյանք արձակեցին քո դեմ։ Հայհոյանք։ Լավ, ես ջարդել կտամ այդ հայհոյող բերանները։ Բայց որքան զորք ունին այդ սրիկաները։ Չգիտեմ, տեր, ինձ թույլ չտվին բերդը մտնելու, աշտարակի վրայից խոսեցին հետս, պատասխանեց բանբերը։ Զորքի գլխավորները, վախենալով անհայտ ուժի դեմ հարձակվելուց, խորհուրդ տվին Բեշիրին իջնել դվին, զորքերին հանգիստ տալ և ապա կազդուրված ուժով վերադառնալ գեղ։ Մինչև այն, մենք միջոց կգտնենք նաև գեղցիների ունեցած զորքի մասին տեղեկություն առնելու, ավելացրին նրանք։ Ոչ, ես կրկնակի պարտություն կրելուց ետ դվին վերադառնալ չեմ կարող։ Ես սովոր եմ հաղթանակով մտնել դվին և այդպես էլ կմտնեմ, պատասխանեց զորապետը։ Կամակոր հագարացուն համոզել անկարելի էր։ Գնդապետները ստիպված էին կատարելու նրա հրամանը։ Մայիսյան առավոտ էր, բայց արև չկար։ Թանձր ամպերը պատել էին երկինքը։ Այդ եղանակը հաճոյական էր դվնո դաշտում, ուր միջօրեին կիզում էր արևը։ Իսկ զորքի համար հով էր հարկավոր։ Բեշիր ուրախացավ։ Նրան թվում էր, թե բնությունը հաջողություն է խոստանում իրեն, ծածկելով ամպերի տակ արևի ճառագայթները։ Այդ պատճառով նա հրաման արավ պետերին անմիջապես պատրաստել զորքը և ուղղվել դեպի գեղ։ Գերանոսի գյուղապետը, համաձայն մարզպետունու կարգադրության, ժամ առաջ արդեն մարդիկ էր ուղարկել գեղ, հագարացոց գալուստը իշխանին հայտնելու։ Վերջինս յուր զորքերով կազմ և պատրաստ սպասում էր Բեշիրին։ Եվ որովհետև հայերը երկու հաղթություններից արդեն քաջալերված էին, ուստի իշխանը որոշել էր չփակվել բերդում, այլ հարձակվել թշնամու վրա, հենց որ վերջինս Գեղա լեռան լանջերը կբարձրանար։ Հայ զորքերը անժույժ սպասում էին պահանորդների ազդարար նշանին։ Ամեն մեկը նրանցից որոշել էր մի որոշ սխրագործությամբ փառավորվեր։ Այլևս չկար այն երկյուղը, որ պաշարում էր հայ զորականին հագարացու հարձակման լուրը լսելիս։ Իշխան մարզպետունու ձայնը գերբնական ուժ էր ներշնչում նրանց։ Ամեն մեկը հավատում էր, թե չի կարող հաղթվել այն զորքը, որ Գևորգ իշխանի հետ միասին է կռվում։ Երբ Բեշիրը դվնո վտակն անցնելով սկսավ դեպի Գեղա լանջերը բարձրանալ, տեսավ, որ լեռան կատարը բռնված է թանձր մառախուղով։ Գեղաբերդը չէր երևում ամենևին, իսկ լեռան վերին լանջերը ծածկված էին մշուշով։ Այս հանգամանքը երկյուղ ազդեց նրա սրտին, բայց յուր շրջապատողներին ոչինչ չասաց։ Նա լուռ, քաջալանջ առաջ էր վարում նժույգը, և ոսկե ցցունքը հպարտ ծածանում էր յուր սպիտակ ապարոշի վրա։ Հագարացիք արդեն հասել էին լեռան կեսը և մտնում էին մառախուղի սահմանը։ Համհարձներից մինը հիշեցրեց զորապետին մշուշի վտանգավոր լինելու մասին, բայց Բեշիրը աներկյուղ պատասխանեց։ Հազիվ զորապետը յուր խոսքը վերջացրեց, և ահա հանկարծ հայոց գնդերի աղաղակը որոտաց։ Ինչպես զայրացած մի հեղեղ թափվեցան նրանք հագարացիների վրա և աննահանջ կատաղությամբ սկսան կոտորել։ Հարձակումն անսպաս էր։ Թշնամին գլուխը կորցրեց և պատրաստվում էր փախչելու, բայց Բեշիրի աղաղակը և գնդապետների խրախույսը արգելք եղան նրան։ Առանց տեղն ու դիրքը ճանաչելու և հարձակվողների որքանությունն իմանալու, հագարացիք ճակատ կազմեցին լանջերի վրա և սկսան պաշտպանվել։ Բայց դիմադրությունը հուսահատական էր։ Նրանք կռվում էին միայն զորավարի ներկայությամբ, բայց հենց որ նա հեռանում էր մյուս կողմը, սկսում էին քայլ առ քայլ նահանջ տալ դեպի զառիվայրերը։
Իսկ հայերի թափը այնքան զորավոր և հարվածները բազմաձեռն էին, որ մի ժամվա ընթացքում լեռնալանջը դիակներով ծածկվեցավ։ Նրանցից շատերը ձիաների գեշերի հետ միասին գլորվում էին դեպի ձորերը։ Մարսպետունու զինակիցները, այն է Վահրամ-Սեպուհը, Գոր-իշխանիկը և ծերունի Մուշեղը, կռվում էին յուրաքանչյուրը մի կետի վրա։ Նրանց գնդերը, անտառի մեջ փրթած փոթորկի նման, ավերում էին իրենց շուրջը, շարունակ դեպի վայր մղելով ընդդիմականներին։ Հզոր դիմադրություն էր ցույց տալիս միայն Բեշիրը, իր մի խումբ արաբացի քաջերով, որոնց կատաղի նժույգները ծառանում, սլանում էին լեռնալանջի այս ու այն կողմը, աշխատելով ոտնահար անել սուսերամերկ կամ նիզակավոր հայ մարտիկներին։ Գևորգ իշխանը, որ հերոսաբար կռվում էր Սարատափի վրա, տեսավ Բեշիրի շահատակությունը և նրա խմբի ճիգը դեպի վեր բարձրանալու։ Կարծես մի նոր զայրույթ բռնկեց նրան։ Ճեղքելով հանդիպակաց խմբերը, նա խոյացավ դեպի զորապետը։ «Դեպի ո՞ւր, թշվառակա՛ն», որոտաց նա ահավոր ձայնով և մոտ հասնելով ուղղեց նիզակը հագարացու կրծքին։ Նրա աշտեն, սակայն, չթափանցեց պողպատե ասպարը, որով զորապետը դեմ արավ հարվածին, այլ սահելով ցցվեցավ նժույգի կրծքում։ Երիվարը թավալվեց, բայց Բեշիրը թռավ դեպի ետ։ Խռնվեցան իսկույն նրա թիկնապահները և մեջ առին մարսպետունուն։ Փոքր մի ևս, և մահը անխուսափելի էր իշխանի համար, որովհետև նրա մի հարվածին պատասխանում էին մի քանի ուրիշները։ Բայց այս անգամ հորը օգնության հասավ որդին։ Նա յուր զինակիցների հետ միասին իջավ վերին լանջերից ինչպես արծիվ և ընկավ շրջապատող խմբակի վրա։ Նիզակներ էին, որ շամփրում էին, և սրեր, որոնք արագ իջնում էին մարտիկների գլխին կամ թափանցում նրանց կուրծքն ու կողերը։ Արաբացոց այս խումբն էլ երկար չդիմադրեց։ Նա ետ նահանջեց դեպի վայր, որոնելով զորապետին։ Բայց Բեշիրը չէր երևում և ոչ մի տեղ։ Նա ձորակի ճանապարհով խույս էր տվել դեպի Դվին, որովհետև յուր զորքի պարտությունն ակներև տեսել էր, ուստի փութացել էր գոնե յուր կյանքն ազատելու։ Այս հանգամանքը վհատեցրեց վերջին դիմադրողներին, և նրանք հետզհետե նահանջելով հասան լեռան ստորոտը և այդտեղից սկսան փախուստ տալ դեպի Դվնո դաշտը։ Այս անգամ մարզպետունին չհետևեց փախստականներին, հաշվելով, թե Դվինը մոտ է, և այստեղից կարող են օգնության հասնել փախչողներին։ Նա ժողովեց յուր քաջերին, ստուգեց ընկածների թիվը, որոնք միայն մի քանի տասնյակ էին, ապա գոհության աղոթք կարդաց Աստծուն նույնիսկ ճակատի տեղը և աշտանակելով նժույգը վերադարձավ գեղ։ Նրան հետևեցին յուր զինակիցներն ու զորքը, ցնծության աղաղակներով և հաղթական երգեր երգելով։ Երրորդ մաս Անհանգիստ մարդը։ Ախուրյան գետի արևմտյան ափի վրա, այնտեղ, ուր Տեկորի վտակը խառնվելով գործում է ջրապարփակ մի եռանկյուն, կառուցած էր հինավուրց մի քաղաք։ Հարավային կողմից, որ միակ դյուրամատույցն էր, պատում էին նրան բարձր պարիսպներ և հզոր աշտարակներ։ Արևելյան և հյուսիսային կողմից ձգվում էր Ախուրյանի խորաձորը, որի հատակում մռնչում էր գետը ահավոր ձայնով։ Իսկ արևմուտքից պատում էր նրան մի ահագին անդունդ, որի ափերի վրա բարձրանում էին լեռնաձև ժայռեր և անհեթեթ ամբարտակներ։ 8 դար առաջ այդ քաղաքը դիցապաշտական մի վեհավայր էր։ Այդտեղ էին ժողովված հեթանոս հայերի գլխավոր սրբությունները։ Այդտեղ էին գտնվում նշանավոր կուռքերն ու նրանց մեհյանները, և այդտեղ էին կատարվում կրոնական հանդեսներն ու մեծածախ զոհագործությունները։ Դա նշանավոր բագարանն էր, Երվանդ բեի ձեռակերտը։ Այդտեղից կռոց տաճարներից զատ գտնվում էին նաև հոյակապ ապարանքներ, որոնց մեջ ապրում էին արքայազն քրմապետները իրենց դրանիքներով և հարյուրավոր ծառաներով։ Այդտեղ վխտում էին քուրմեր և քրմուհիկ,
որոնք բնակիչների մեծագույն մասն էին կազմում։ Հեթանոս ժողովուրդը դիմում էր այդ քաղաքը Հայաստանի հեռավոր սահմաններից։ Զոհում էր մշտավառ բագինների վրա և մատուցանում աստվածներին առատնվերներ, որոնցով օրըստօրե հարստանում էր մեհյանները և քրմապետների գանձարանը։ 3 դար շարունակ կանգնած էին այդտեղ դիցական պատկերներ, և շուրջը 3 դար աղոթում էր նրանց առաջ հայոց ժողովուրդը։ Բայց այդ ժամանակ դժբախտ չէր բագարանը. նա երկյուղ չէր կրում թշնամիներից, և նրա պղնձապատ դռները չէին փակվում հարձակվող հրոսակների առաջ։ Այդտեղ ապրում էին միայն աղոթելու և զվարճանալու համար։ Անցան այդ դարերը։ 925 թվականին բագարանը ուրիշ պատկեր էր ներկայացնում։ Չկային այլևս կռոծ մեհյաններ, չէին երևում կռապաշտական հիշատակարանների հետքեր։ Դրանց փոխարեն զարդարում էին բագարանի բարձունքը հոյակապ եկեղեցիներ և գեղաշեն մատուռներ։ Հեթանոսական պաշտամանց փոխարեն լսվում էին դրանց մեջ բարեպաշտ քրիստոնեի աղոթքն ու մրմունջը։ Մարդիկ պաշտում էին այդտեղ ճշմարիտ Աստծուն։ Բայց նրանք այժմ բախտավոր չէին այնպես, ինչպես որ էին իրենց հեթանոս նախահայրերը։ Նախկին ազատությունն ու խաղաղ կյանքը անծանոթ էին այժմ բագարանին։ Նա շրջապատված էր ամրություններով։ Բարձր պարիսպները արգելում էին ժողովրդի ազատ ելումուտը։ Մռայլ աշտարակները նայում էին իրենց շուրջը ահարկու աչքերով։ Իսկ Ախուրյանի խորաձորը տխրեցնում էր անցորդին յուր ամայությամբ։ Այստեղ այդ միջոցին ամրացած էր թագավորի հորեղբայր Աշոտ Սպարապետը յուր զորքերով և գանձերով։ Այստեղից նա զգուշությամբ հսկում էր յուր կալվածներին և սեփական հպատակներին, բայց զլանում էր յուր պաշտպանությունը նրանց, որոնք թագավորի հպատակներն էին։ Տարիներ առաջ թագ ստանալով Յուսուփ ոստիկանից, Սպարապետը աշխատեց հեռացնել գահից յուր եղբորորդուն, հարազատ թագավորին, և ավելին, անցնել նրա տեղը։ Բայց նպատակին չհասավ և միայն երկիրն ավերեց և տակտու վրա արավ։ Այդ պատճառով ժողովուրդը նրան տվավ բռնակալ անունը։ Իսկ նա այդ օրից անտարբեր աչքով էր նայում իրեն հպատակ չեղող ժողովրդի թշվառության վրա և ուրախանում էր արքայի անհաջողությունները լսելով։ Այս ամենը, սակայն, չարգելեց Հովհաննես կաթողիկոսին ապաստան որոնել ազգից անարգված բռնավորի մոտ։ Նա, ինչպես տեսանք, փախավ բյուրականից հենց այն ժամանակ, երբ Բեշիրը զորքով գալիս էր յուր դաստակերտի վրա, և երբ յուր ներկայությունը կարող էր բյուրականի առումը խափանել։ Բայց նա յուր մերձավորներով դիմեց բագարան և ապավինեց բռնավորի պաշտպանության։ Այդ օրից սկսած Սպարապետը հովանավորում էր կաթողիկոսին և վերջինս կատարյալ հանգստություն էր վայելում նրա մոտ։ Բայց ահա մի գեղեցիկ օր բագարանի խորաձորն իջավ սպառազեն հեծյալների մի խումբ, որ գալիս էր վեհափառ հոր ամիսներից ի վեր վայելած հանգստությունը խանգարելու։ Խմբի պետը Գևորգ մարզպետունին էր։ Նրան ընկերակցում էին յուր թիկնապահները։ Բայց ինչու համար էր նա դիմում բագարան։ Պատճառը իշխանի մի նոր դիտավորությունն էր։ Անցել էին ամիսներ։ Մարզպետունու տարած հաղթությունները իրենց արդյունքը բերին։ Հագարացիկ հետզհետե հայաբնակ գավառներից չքացան։ Բեշիրը յուր ունեցած զորքով փակվեց Դվինում առանց այնտեղից ելնել համարձակվելու։ Բերդերում ամրացած հայ իշխանները սիրտ առան մարզպետունու օրինակից և թողնելով պաշարված դրությունները, հարձակվեցան իրենց սահմաններում որջացող արաբացի հրոսակների վրա և վանեցին նրանց ամեն տեղից։ Նորեն խաղաղություն տիրեց։ Ժողովուրդը շունչ առավ, և շինականն ու քաղաքացին սկսեցին իրենց արտնին գործերով զբաղվել։ Բացի այդ, պետական զորախմբերը, որոնք արքայի երկարատև բացակայության և մանավանդ միմյանց հաջորդող անհաջողությանց պատճառով ցրվել էին զանազան կողմեր և կամ այս ու այն իշխանի դրոշի տակ մտել,
Լսելով մարզպետունու հաջողությունները և իմանալով, որ նա գործում է թագավորի հրամանով, գունդագունդ եկան և միացան նրա զորքին։ Այսպիսով մարզպետունու բանակը ստվարանալով, զորքերի թիվը հասավ հազարների։ Եվ ահա հաջողությունները նոր միտք ծնեցին իշխանի գլխում։ Նա որոշեց ձեռնարկել այնպիսի մի զորավոր միջոցի, որով կարողանար միանգամայն երկիրը հագարացիներից ազատել և գահի հաստատությունն ընդմիշտ ապահովել։ Նա կամենում էր հարձակվել Դվինի վրա, գրավել մայրաքաղաքը և հալածել այդտեղից Բեշիրին, քանի ոստիկանը չէր վերադարձել Ատրպատականից։ Բայց որովհետև յուր այդ ձեռնարկությունն ավելի դժվարին էր, քան առաջինները, ուստի մտածեց ավելի հիմնավոր պատրաստություններ տեսնել դրա համար։ Նա խորհուրդ արավ յուր զինակիցների, այն է Վահրամ֊Սեպուհի, Մուշեղ Բերդակալի և Գոր որդու հետ, ու որոշեց, որ զորաբանակը մնա տակավին Գեղա լեռներում, ուր Մազազի, Ոստանի և Ուրծաձորի ժողովուրդը առատ պաշար էր հոգում նրա համար, իսկ ինքը գնա Բագարան, խորհուրդ տալու կաթողիկոսին վերադառնալ յուր աթոռը՝ Դվին։ Ապա անցնե Երազգավորս, հորդորելու արքաեղբայր Աբասին հաշտվել թագավորի հետ և սիրով ընդունել նրան, եթե վերջինս վերադառնալու լիներ յուր աթոռանիստը՝ Երազգավորս։ Այնուհետև նա պիտի դիմեր Սևան, թագավորին և թագուհուն հրավիրելու, որպեսզի Դվինի վրա հարձակված ժամանակ Ոստանում գտնվեր թագավորը և օգներ իրեն յուր մասնակցությամբ կամ խորհուրդներով։ Կեսօր էր։ Իշխանը յուր խմբով Ախուրյանն անցնելով սկսավ դեպի Բագարանի լանջիվերը բարձրանալ։ Այդ վերելքը, որ դյուրագնաց էր, սկսում էր Գետնաձորից և աստիճանաբար բարձրանում մինչև քաղաքի հարավային սահմանը, ուր կանգնած էին պարիսպները։ Նրանց վրա շրջում էին պահնորդներ, որոնք ուշադրությամբ դիտում էին մոտեցողներին։ Նժույգները ընթանում էին արշավասույր, և նրանց ասպազենը փայլում էր արևի առաջ։ Խմբի համարձակ ընթացքից գուշակեցին պահապանները, որ եկվորները բարեկամներ են։ Ուստի ամրոցի երկաթապատ դռներն անարգել բացվեցան նրանց առաջ։ Իշխանը դիմեց ուղղակի սպարապետի ապարանքը, յուր առաջին ողջույնը նրան մատուցանելու։ Բռնավորը, որ տակավին թագավոր էր անվանում իրեն և նույն անունով ճանաչվում թե Շիրակա դաշտում և թե Արշարունյաց ձորում, ընդունեց իշխանին արժանավայել մեծարանքով։ Եթե իմանայի, որ հաղթող մարզպետունին պիտի մեզ այցելե, շքախումբ կուղարկեի նրան դիմավորելու, ֊ ասաց սպարապետը ժպտալով։ Քո խոնարհծառան մեծափարտ էր, գոհ է արդեն այս ընդունելությամբ, որին գուցե և արժանի չէ, ֊ պատասխանեց իշխանը համեստությամբ։ Արժանի՞, ինչ ասացիր դու, ֊ հարցրեց իսկույն սպարապետը։ Քեզ դափնիներով պիտի պսակեն և հաղթական կամար կանգնեն ամեն տեղ։ Բեշիրը փախուստի վրա է մտածում, իսկ Դվինի ամիրանները դողալով են քո անունն արտասանում։ Ինչո՞ւ այդ աստիճան սարսափեցրել ես դու նրանց։ Մարզպետունին ժպտաց և այդ ժպիտի տակ թաքցրեց յուր կասկածը, որով նա վերաբերվում էր դեպի սպարապետի անկեղծությունը։ Նա գիտեր, որ այդ գովությունները տրվում են իրան առերես, և յուր զենքի հաջողությունը բնավ ցանկալի չէ բռնավորին։ Կփափագեի իրավամբ արժանանալ այդ դրվատյաց, բայց որքան հեռու եմ ես նրանցից, ֊ նկատեց իշխանը։ Օ, մի ասիր դա, իմ եղբորորդին բախտավոր է, որ քեզ նման զինակից ունի, ֊ բացականչեց սպարապետը։ Բոլոր Երասխաձորը կնվիրեի նրան, ով քեզ զուգատիպ մի համհարց գտներ ինձ համար։ Իշխանը սևեռեց յուր հայացքը սպարապետի աչքերին, կամենալով կարծես թափանցել նրա սրտի մեջ և դուրս կորզել այդտեղից չարակամության և նախանձի ոգին։ Նրան թվում էր, թե հենց այդ ոգին է, որ խոսում է յուր հետ այդ վայրկյանին։ Նա խոր վիշտ զգաց, ապա հոգվոց հանեց։ Եվ ինչպես չվշտանար։
յուր առաջ կանգնած էր Սմբաց թագավորի հարազատ եղբայրը, պարթև հասակով, գեղեցիկ դեմքով, քաջալանջ և հաստաբազուկ։ Նրա ձայնը որոտում էր, երբ խոսում էր յուր հետ, և գետինը թնդում, երբ քայլում էր նրա վրա։ Եվ այս հզոր մարդը փոխանակ թագավորի, հետևապես և հայրենիքի պաշտպանը լինելու, նրա թշնամին և հակառակորդն էր։ Փառամոլությունը փակել էր նրա հոգու աչքերը։ Օտարի նենգամտությունը հիմարացրել էր նրան։ Եվ մահմեդական մի ոստիկանի տված ունայն թագը մեռցրել էր նրա սրտում զգացմունքներից ազնվագույնը՝ սերը դեպի հայրենիքը։ Եվ այս զորավոր հսկային փոքրացնում, ոչնչացնում էր չարակամության զգացումը։ Նրա լեզուն չէր կարողանում թագավոր անունը տալ Աշոտ երկաթին։ Նրա մասին խոսելիս նա ասում էր իմ եղբորորդին, կարծես վախենալով, թե միգուցե արքա կամ թագավոր անվանելով նրան, զրկի իրեն աշխարհի բոլոր բարիքներից։ Եվ սակայն գովաբանում բարձրացնում էր նրա հավատարմին, աշխատում էր գրավել մարզպետունու սիրտը, որպեսզի հարմար դիպվածում կարող լինի նրան կապել յուր հետ և կամ հեռացնել հարազատ թագավորից։ Եվ այս ամենը հասկանում էր իշխան մարզպետունին, կարդում էր նրա սիրտը յուր իսկ դեմքի վրա, այն դեմքի, որ այնքան վեհ ու հպարտ էր երևում արտաքուստ, որ ստեղծվել էր կարծես հարգանք և ակնածություն ներշնչելու համար, բայց որին նսեմացնում էին փոքրօգության ստվերները։ Ինչպես ուրեմն չվշտանար, ինչպես չհառաչեր հայրենասեր հոգին։ Սակայն սպարապետը իշխանի հայացքից խուսափելու համար շտապեց հարցնել նրա գալստյան պատճառը։ Բագարանը իշխան, դու բնավ չես սիրում։ Անշուշտ դու ունիս մի կարևոր խորհուրդ, որ ստիպել է քեզ մեզ այցելելու, ավելացրեց նա ժպտալով։ Այո, ունիմ, պատասխանեց մարզպետունին և հայտնեց նրան յուր գալստյան պատճառը, որ էր դարձնել կաթողիկոսը յուրաթոռը։ Ինչու համար ես կամենում զրկել մեզ վեհափառի հովանավորությունից, հարցրեց սպարապետը խորհրդավոր եղանակով։ Նրա համար, որ այսօր կամ վաղը ոստիկանը պիտի վերադառնա ատրպատականից, և եթե անտեր գտնե կաթողիկոսարանը, անշուշտ կհափշտակե նրան, որպեսզի դրանով Բեշիրի կրած պարտության վրեժը մեզանից լուծե։ Բայց նա դրանով ի՞նչ կշահե։ Ի՞նչ կշահե։ Մի՞թե դա քեզ հայտնի չէ։ Հարյուրավոր վանքեր և միաբանություններ կերակրվում են կաթողիկոսարանի կալվածոց հասույթով։ Այո, դա ուշադրության արժանի կետ է։ Վանքերը կորուստ կունենան, պատասխանեց սպարապետը և ապա մի խորհրդավոր հայացք ձգեց մարզպետունու վրա։ Նրան թվում էր, թե իշխանը ուրիշ գաղտնի դիտավորություններ էլ ունի, որոնք սակայն ծածկում է իրենից, բայց չէր կարողանում գուշակել, թե ինչ դիտավորություններ են դրանք։ Ինքը մարզպետունին էլ ոչինչ չհայտնեց և զգուշանում էր ավելին խոսելուց։ Կարող եմ այժմ տեսնել վեհափառին, հարցրեց իշխանը, կարծելով, թե հայրապետը գտնվում է սպարապետի ապարանքում։ Ինչու՞ չէ, բայց կցանկանայի, որ հանգիստ առնեիր մի փոքր։ Վեհափառի տան ճանապարհը բավական հեռու է և դժվարագնաց։ Դու կարող ես հոգնել, մանավանդ որ արևը սաստիկ այրում է։ Բայց մի՞թե նա այստեղ քո ապարանքում չէ, զարմացած հարցրեց իշխանը։ Ոչ։ Ուրեմն քաղաքացիներից մինի տանն է ապրում։ Դարձյալ ոչ, նա լինում է միջնաբերդում, պատասխանեց սպարապետը ժպտալով։ Միջնաբերդում։ Ի՞նչ է շինում նա այնտեղ, ասաց մարզպետունին։ Այն օրից ի վեր, որ դու քո խմբերով սկսան անհանգիստ անել հագարացիներին, վեհափառը փախավ միջնաբերդը։ Նա չէ վստահում յուր պաշտպանությունը նույնիսկ իմ զորքերին։ Ահա մի մարդ, որ Աստուծո տված պարգևը գնահատում է ըստ արժանվույն,
Հեգնական ժպիտով նկատեց մարզպետունին։ Ապա ուղղելով հայացքը դեպի միջնաբերդը, որ ահարկու հսկայի նման բազմած էր հանդիպակաց բարձրության վրա, հարցրեց. Ո՞ւմ կհրամայեք ինձ առաջնորդել, տեր։ Ես կամենում եմ այժմ և ետ ներկայանալ վեհափառին։ Իմ թիկնապահների պետը քեզ կընկերանա, եթե կհաճիս ընդունել, պատասխանեց սպարապետը։ Իշխանը շնորհակալություն արավ և յուր թիկնապահների ու ցույց տված առաջնորդի հետ ուղղվեցավ դեպի միջնաբերդը։